3 ապրիլի 10-ին Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մեկնարկեց մայրաքաղաքային քարոզարշավը, որի առաջին ականատեսները դարձան Էրեբունու վարչական շրջանի բնակիչները։ Սասունցի Դավթի արձանի կայարանամերձ հրապարակում հազարավոր էրեբունցիներ եկել էին ողջունելու հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին։ Սիրելի էրեբունցիներ, շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ եւ ջերմուտ ունենության համար ու նաև այն բանի համար, որ այսօր եկել եք այստեղ։ Մենք ձեզ հետ միասին գնում ենք ընտրությունների։ Մայիսի 6-ին ընտրելու ենք նոր խորհրդարան։ Սա այն պահն է, երբ մենք զեկուցում ենք, թե ինչ է արվել անցած տարիներին եւ ինչ են պատրաստվում անել առաջիկայում։ Հանրապետության նախագահան չթաքցնելով առկա խնդիրներն ու հանրության ուշադրության կենտրոնում գտնվող հարցերը վստահեցրեց, որ նոր խորհրդարանը գնալու է դրանք լուծելու հետքերով։ Միևնույն ժամանակ խոսեց նաև այս ընթացքում արված գործերի ու ձեռքբերումների մասին, որոնց անհրաժեշտությունը զգում է յուրաքանչյուր զարգացող երկիր եւ խորհրդարանի պարտքն է դրանք լուծել։ Մի քանի տարի եւ մենք կապահովենք աշխարհում Հայաստանի Հանրապետության դերի ու նրա ընկալման բոլորովին ուրիշ մակարդակ։ Ներքին քաղաքականության մեջ ինչ որ արվել է, նույնպես խղճով է արվել։ Ամենակարևորն այստեղ մթնոլորտի փոփոխությունն է, թշնամանքը բացառելու հավատն ու ջանքերն էին, ու ելի շարունակելու են։ Էրեբունու բնակիչները ոչ միայն կիսում էին հանրապետության նախագահի մտահոգություններն իրենց բարձր կոչերով ու ողջուններով, այլ նաև ողջունում էին Էրեբունի վարչական շրջանի կողմից մեծամասնական ընտրացուցակով առաջադրված վարչական շրջանի նախկին ղեկավար Մհեր Սեդրակյանի թեկնածությունը, քաջատեղյակ լինելով նրա գործունեության ու կառուցողական ծրագրերի։ Հիմա էլ վստահեք եւ քվեարկեք ինչպես հանրապետական կուսակցության օգտին, այնպես էլ մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու Մհեր Սեդրակյանի օգտին։ Մենք անպայման արդարացնելու ձեր վստահությունը։ Ես ծնվել եմ, Մհերը ծնվել է իմ տարածքում, ես տեղեդեղ եմ ապրիցուն ներգութվին, եկել եմ ռայոնից ու Մհերի հետ մեծացել եմ։ Հավատանք, որ փոխենք։ Հավատանք, որ փոխենք այս կարգախոսը հնարավոր է լսել յուրաքանչյուր էրեբունցու շուրթերից, ով հավատում է վաղվա պայծառ Հայաստանին, որտեղ իր արժանի տեղը կունենա գյուղացին ու բանվորը, գիտնականն ու արվեստագետը։ Նա պատրաստ է տալ իր քվեն նրան, ով արված գործերը հիմք ընդունելով կկառուցի նոր Հայաստան։ Մեզ դեպի նոր հաղթանակներ պիտի տանի, հայրենիքից նորեղ շնչով քաջ անցնատու։ Մենարան մենացալի ու ներկայի, լույսի շավիղ սերունդներին մեր ապագա։ Կպայքարենք իսեր երդման եղբայրական, մենք զավակներ, մենք հանրապետական։ Մենարան մենացալի ու ներկայի, լույսի շավիղ սերունդներին մեր ապագա, կպայքարենք իսեր երդման եղբայրական։